口对答案好来玩玩游戏对 2020 թվականներ, համավարակի շրջաններ, տոտալ փակ էր ամեն ինչ, մարդիկ իրենց տներում փակված էին ու այդ շրջանում ես որոշեցի, որ պետք է չինարեն սովորեմ։ Չինական մշակույթով միշտ եմ տարված եղել ու հետևաբար չինարեն սովորելը այդ պահին կարելի է ասել երազանք իրականացնելու հնարավորություն էր։ Արդեն 6 տարի է իմ ամեն մի օրը սկսում եւ ավարտվում է չինարենով։ Առաջին 3-4 տարին սովորելուն էին նվիրված, հասցրեցի ձեռք բերել միջազգային 3 սերտիֆիկատ չինարենի որակավորման եւ դասավանդելու իրավունք։ Եվ աշտարակում 2022 թվականին բացվեց Սուրան կրթական կենտրոնը, որը ի սկզբանե ստեղծված էր չինարեն սովորեցնելու համար։ Հետո արդեն բացվեցին անգլերենի, հայոց լեզվի, ռուսերենի խմբակները, գերմաներեն, ֆրանսերեն եւ մաթեմատիկա։ Սուրան կրթական կենտրոնի անվանումը առաջացել է իմ 2 երեխաների՝ Սուրեն եւ Անահիտ անունների առաջին վանկերից։ Սուրան կրթական կենտրոնում խմբակներին կից նաև դասավանդվում են սոցիալական հմտություններ անվճար, որովհետև երեխեքին պետք է նաև կյանքում կողմնորոշվելու հմտություններ։ Պարբերաբար մեզ մոտ են հրավիրվում բանախոսներ, ովքեր երեխաներին տալիս են մասնագիտական կողմնորոշում, մոտիվացնում են, սովորեցնում են թիմային աշխատանք, ֆինանսական գրագիտություն, ժամանակի ճիշտ կառավարում, քննադատական մտածողություն, սրանք են հմտություններն են, որոնք երեխեքի համար շատ կարևոր են։ Մեր ուսուցիչները աշխատում են մեծ նվիրումով։ Իրենց ներուժը շատ եմ գնահատում։ Իմ կողքին են իմ բոլոր գաղափարների իրականացման հարցում։ Իմ նպատակը իմ համայնքում մնալ ու իմ համայնքը զարգացնելն էր, որպեսզի երեխաները աշտարակից ստիպված չլինեն Երևան հասնելու որակյալ կրթության հետևից։